Եվ երկու հոգի բարձրացան տաճարը, Փարիսեցին եւ Մաքսավորը, եւ աղոթում էր մեկը Մաքսավորը, իր կուրծքը ծեծելով, մեղագալով, իր մեղավոր էությունը ի բաց դնելով, իսկ մյուսը Փարիսեցին, փառավորում էր Աստծուն, ինչ լավ է Տեր Աստված, որ ամեն ինչ լավ է, ինչ լավ է, որ ես այսպիսինն եմ, ինչպիսին ու ստեղծել ես եւ նման չեմ այս մեղավոր մի մարդու։ Բոլորս այս առակը լսել ենք շատ անգամ։ Եվ այս առակի օրն էլ կա հենց մեծ պարտքի ընթացքում աղոթքի մասին խոսելով։ Սակայն այսօր ուզում եմ այս առակին մենք այլ տեսանկյունից նայել, այլ հատվածից նայել։ Ինչու են երկուսն էլ եկել աղոթելու։ Միանշանակ յուրաքանչյուր մարդուն, որ բերում է տաճար, Աստծո հետ հանդիպման պատճառներից մեկը առօրյա կյանքը։ Մենք ամեն օր ցավերի մեջով ենք անցնում, տառապանքներ, մտնում են, որ վերջը չկա, խնդիրներ առաջանում, գալիս են, մտնում են խորը թունելի մեջ, ասես վերջը չկա, ընկերներն են հիվանդանում, մենք ենք հիվանդանում, մեզ վատ լուր են ասում։ Մեզ ասում են, որ շուտով կմեռնենք, մյուսները ասում են կյանք չունես, եւ այդպես շարունակ, սակայն գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ ինչ է լինի այս երկրի վրա, միայն այս երկրի վրա է, որովհետև այս շողքն է ամեն ինչի։ Որովհետև երբ որ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում փոթորկին, մոռանում ենք տեսնելու, թե փոթորկված ալիքների վրա ով է քայլում։ Եվ ամբողջ մեր կյանքն այդպես։ Մենք չափից ավելի տարված ենք մեր խնդիրներով, որոնք որ անլուծելի են թվում։ Եվ այդպես էլ կա շատ անգամ։ Բայց այդ ամենի մեջ մենք մոռանում ենք իրականությունը, որ կա մի դուռ, որը երբեք չի փակվում մեզ համար, եթե բոլոր մյուս դուռները փակեն։ Կա մի վայր, որտեղ որևիցե մի խնդիր չկա, եթե մեր առօրյա կյանքը խեղդված է խնդիրներով։ Եվ կա մեկը, որ երբևիցե չի կարող մեզ դավաճանել, եթե մենք դավաճանված ենք այս երկրի վրա ընկերների, բարեկամների, հարազատ եւ սիրելիների կողմից։ Եվ դա ինքը Աստված է։ Եվ ամբողջ խնդիրը նրանում է կայանում, որպեսզի մենք կարողանանք այդ Աստծուն հավատալ եւ վստահել։ Որովհետև Աստծո բացակայությունն է այս բոլոր խնդիրները մեզ համար ծանրագույն դարձնում։ Որովհետև մեզ համար դժոխք է դառնում կյանքը, երբ որ մենք խնդիրների մեջ խորասուզված ենք։ Մեզ համար դժոխք է դառնում կյանքը, երբ որ մեր հարազատը մահանում է, երբ որ մեր սիրելին երիտասարդը եւ կամ տարեցում, որ մենք ընդունում ենք ինքը չկա այլևս, եւ մենք տառապում ենք այդ խնդրից։ Անտանելի է դառնում մեր կյանքը։ Սակայն հերիք է, որ մենք հիշենք ու հասկանանք, որ կա մեկը Հիսուս Քրիստոս, ում ներկայությունը ամեն մի վայրում դրախտ է ստեղծում, որտեղ որ ինքը կա դրախտ է, որտեղ որ թվում է թե ինքը չկա, բայց թվացյալ դրախտ է, իրականում դժոխք է առանց Աստծո ներկայության։ Մենք շատ անգամ տեսնում ենք մարդկանց, ովքեր թվում է թե գրեթե խնդիր չունեն։ Ունեցվածքը կա, գործը կա, մեքենա մի քանի հատ, տուն մի քանի հատ, երեխեքին պսակել են, թորներին բազացնում են։ Թվում է թե դրախտի մեջ են մարդկային։ Եվ կամ ինչպես ասում են, կատվի դրախտ, որ ամեն ինչ լավ է։ Բայց իրականում դա դժոխք է, որովհետև երբեմն այդ ամենի մեջ բացակայում է Աստծո ներկայությունը։ Չկա Աստծո ներկայություն։ Ես միշտ ասել եմ եւ շարունակելու եմ ասել, որ քրիստոնեությունը չի եկել, որպեսզի մեզ երկրավոր մեր հոգսերից ազատի, որպեսզի մեր խնդիրները լուծի, որպեսզի մենք աղոթենք եւ վերևից թրմփալով փող ընկնի մեր ձեռքի մեջ, որպեսզի նյութական ինչ պակասություն ունենք, Աստված այդ ամենը լրացնի։ Պողոս առաքյալն ասում է, որ անմիտ այն մարդը, ով հույսը դրել է Աստծո վրա միայն այս օրերի համար,
քանզի հույս Աստծո հետ մեր մոտ կապված է հանդերձալի համար։ Նշանակում է, որ այս կյանքը, այս խնդիրները միշտ եղել են և կլինեն։ Պարզապես ամենակարևորը մենք չպետք է բաստողենք Աստծուն տեսնել այս ամենի մեջ։ Որովհետև մենք լավագույն օրինակ ունենք աստվածային տառապանքների երկրի վրա։ Մենք վերցրեք մոտավորապես համեմատենք մտովի այն հարվածները, որ տալիս էին Աստծուն խաչելությունից առաջ։ Արդյոք դրանք համեմատելի են խնդիրների հետ, որ մենք ունենք այսօր։ Այն ցավն ու տառապանքը, այն զրկանքը, որ կրեց մեզ համար։ Խաչի վրայի մահը, ցավը խաչելության, երբ որ քեզ գամում են երկաթի հաց, դաշնի գործ, այսպես մեծ մեխերով քո ձեռքերն ու ոտքերը, այդ ցավերը համեմատելի են այն խնդիրների եւ կամ ցավերի եւ կամ տառապանքների, որ մենք ենք այսօր տանում։ Մենք շատ թափկասուն ենք դարձել։ Դուրս են գալիս, տրանսպորտ չկա, ցուրտը մի քիչ տալիս է, եւ մենք անիծում ենք բոլորին, ես ինչ երկիր ավիրեցին, ջարդեցին, շրեցին։ Գալիս ենք տեղ ենք հասնում, ինչ-որ մի բան ուրիշ է, նորից վերստի։ Մեզ տրվում է ամեն շաբաթ բացառիկ մի հնարավորություն դեմ առ դեմ կանգնել Աստծո հետ, հանդիպելու, շոշափելու նրա ձեռքերը, հպվելու նրան, անգամ համբուրելու Աստծուն։ Սանոպե առաջ, ինչ արեցինք, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, հետո բարեր չէին, ձեր մեջ էր Քրիստոս, դուք ողջագուրվեցիք, Քրիստոս կրկեցիք, այդ ամենով հանդերձ մենք այն ու ամենայնիվ խնդիրներ ենք հարություն, մենք այն ու ամենայնիվ դժգոհում ենք մեր կյանքից, իսկ քանի հազարավոր և 100 հազարավորներ կան, որ չունեն այն ինչ որ դուք ունեք, ես չգիտեմ դուք ինչ ունեք, դուք գիտեք ինչ ունեք, քանի հազարավորներ կան, որ չեն ուտում այնքան ինչքան դուք եք ուտում, քանի հազարավորներ կան, որ ոչ միայն տակ տեղը պատարակին, տակ բաճկոնով թանկարժեք հագած կանգնած են, այլ սառում են, մսում են, տեղ չունեն, որպեսի գլուխը դնեն հանգստանալու համար։ Արդյոք պարտադիր է, որպեսի մենք տեսնենք տառապանքը ուրիշի ցավը, որպեսի հասկանանք մեզ հասանելի տված օրհնությունը եւ կամ այն վիճակը, որում մենք կանք։ Իհարկե պարտադիր չէ։ Մենք ամեն ինչից դժգոհում ենք։ Ոչ մի մեր դուրը չի գալի։ Մենք էլ մեզ դուրը չեն գալիս, առավոտյան նայում ենք հայելում մեր դեմքին ու ինքներս մեզ դուր չեն գալի, և թե միակ ճշմարիտ բանը դա է, բայց արդյոք այդ դեմքի մեջ, դուր չգալու մեջ դու դեր չունես, արդյոք այդ ներքին տառապանքը հոգևոր և քո չլրացած ֆանտազիաների իրականացումը քո դեմքը այդպիսին չեն դարձրել, քո այն դեմքը, որ Աստծո պատկերն ու նմանությունն է, որ ամեն անգամ նայելով պիտի ուրախանաս, պիտի փառաբանես Աստծուն, որ քո մեջ է կենդանություն բնակվել, դու դժգոհություն ես հայտնում, որովհետև ինչ որ մազը ծուռ է, ինքդ լավ չեն սարքել, չգիտեմ մի բան։ Տեսեք, ինչքան մանր խնդիրներից մենք կարող ենք մեր տրամադրությունը գցել, ինչքան մանր խնդիրներ կարող են մեզ չարացնել և այդ չարությունը ինչ-որ մեկի վրա մենք ուղղակի լցնենք, սպառենք, պարբենք։ Իսկ սա նշանակում է, որ մենք լուրջ հետ ենք գնացել Աստծուց։ Լուրջ հետ ենք կանգնել Աստծո ներկայությունից։ Որ այն աղոթքները, որ մենք անում ենք, մի տեսակ անում ենք էլի, ոչ ավելի։ Որովհետև բասում օրինակներ ձեր կյանքից Այն դեպքերը, որ դուք անկեղծ ձեր ընկերոջ հետ զրուցում եք և բավականություն եք ստանում այդ զրույցից։ Հաճելի է, անկեղծ եք,
զրուցեցիք, կիսվեցիք, բայց չգիտես ինչու ձեր աղոթքից բավականություն չեք ստանում, հանգստություն չեք ձեռք բերում, ինչու, որտև անկեղծ չէր, պարզ չէիք Աստծո հետ, միջև էր ձեր սիրտը չէիք բացել, գուցե նրանցը, որ ամաչում ենք ինքներս ձեր առջև, ամեն մեկս ամաչում ենք, որ մեր արածները մենք ինքներս ենք, որ խոստովանենք, հա? Բայց որքան էլ չամաչենք և կամ ամաչենք, սա մեր էությունն է։ Դա նույն բան է, ոնց որ երեխան իր ծնողից ամաչի իր արարքի համար։ Բնականաբար ամաչում է, որ հասկանում է, որ սխալ է։ Եվ դրանից հետո գալիս է հաջորդ փուլը, զղջման, ուղղվելու փուլը։ Եվ մենք դա պետք է անենք ամեն անգամ։ Բան չմնաց։ Օրացուցային տարին այլևս վերջանում է։ 51-րդ շաբաթը ավարտվեց, 52-ն է գալի, ապենց որ թե մոտավորապես տենց։ Եվս մի 10 օր, ու մենք ուրախ զվարթ սեղան ենք նստելու։ Հասկանանք ինչի համար ուրախ, որ եվս մեկ տարի ծերացանք և այդ տարվա ընթացքում ենք ոչ մի բան լավագույնը չկատարեցինք, մեր կյանքից ներս։ Պարզապես մենք պետք է անդրադառնանք այդ տարվան, թե ինչ արեցինք վերջապես։ Բացի նրանից, որ 365 օր ծախսեցինք, այդքան մի օրով մեծացանք, հա? Եվ այնուհետև գալիս է Սուրբ Ծնունդը, մեծագույն տոնը։ Իրողություն, որ աշխարհ է փոխել։ Եվ այդ իրողությունը որքանով է մեզ համար ավելի։ Մենք նստենք, քննարկենք, մտածենք ամեն մեկս մեր մեջ։ Որ մի օրն ենք մենք ավելի տրոփյուրով սրտի սպասում, նոր տարվա գիշերը սեղանը գցելը, թե Սուրբ Ծննդյան սեղանին մասնակցելը, Սուրբ Ծննդյան խնջույքի սեղանին մասնակցելը եկեղեցու մեջ նկատվում։ Երբ որ մենք տարանջատենք մեզ համար կարևորագույնները և ուղղակիները, մենք կհասկանանք, թե ինչ ենք ուզում այս կյանքից։ Թե չէ մի տեսակ գալիս աղոթում ենք, ոչ ման չի ստացվում, գնում ենք գործ ենք անում, ոչ ման չի ստացվում, ու սկսում ենք բոլորից դժգոհել։ Ամենակարևորը սիրելի հավատացյալներ, մենք չպետք է երբևիցե հավատքը մեր կորցնենք նրա նկատմամբ, ով մեզ տալիս է կյանք, ով մեզ տալիս է հույս, ով իմաստավորում է մեր գոյությունը։ Հələ պատկերացրեք, եթե դիտարկենք, որ մարդը ինչ-որ մի ուժերի կողմից արարվել էր մի 80-90 ավել կամ պակաս տարիների համար։ Եվ մարդը մեռնում է և վերջ, ոչ մի բան չկա։ Ընդհանրապես անիմաստ կլներ առաջագործություն և կամ մարդու արարումը և կամ ստեղծումը։ Բայց մեզ Աստված արարել է անմահության համար, հանդերձյալի համար, այն վայրի համար, որը որ իր ներկայությունը դրախտ է դարձնում, այն վայրի համար, որտեղ որ մենք որևիցե հոգս չենք ունենալու, պարզապես սրան պետք է մենք հավատանք և վստահենք, ամբողջ խնդիրն անում է, որ մենք թուլացել ենք այդ ամենի մեջ։ Այստեղ դրախտ կա, հենց այստեղ, այնտեղ որ մայրը երեխային գրկել է տնջիգարով, մյուս ընկերը որ կողքի նստած է, դպիրները որ կողքի նստած են, այստեղ բացել, այստեղ դրախտ է։ Երկրի վրա դրախտ է, ինչու որտեղ Քրիստոսի ներկայությունն է, վերջ, ոչ մի բան։ Հերիք է հանենք մենք այդ Քրիստոսի ներկայությունը և դառնալու է մի շոկ վայր, ծուխովլի, որը որ մեզ անդադ հասացնելու է։ Այս սա է տարբերությունը Քրիստոսի ներկայության և Քրիստոսի բացակայության մեր կյանքից ներս։ Իսկ թե ում ինչ պետք է արդեն ամեն մեկը թույլ որոշի։ Շնորհ տի առն մեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ, և ընտանեսյան։